Այն, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի, դա փաստ է, բայց ես ավելի քան վստահ եմ, որ ազգային ժողովում այդ հոգեկան խնդիրներին ավելացավ նաև, այսպես ասենք, կրկեսի տարը, բեմադրության տարը, եւ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանին ափից հանեց այն հարցը, երբ որ նրան հարցրեցին, իսկ ինչ է զիջել Ադրբեջանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ պատմում էր, որ համաձայնեցված 17 կետերը դրանք փոխզիջում են, երբ որ 7 անգամ նրան հարցրեցին ինչ է զիջել Ադրբեջանը, իսկ նա չկարողացավ մեկ դետալ, մեկ տող, 1 միլիմետր բերել փաստ, որ Ադրբեջանը որևէ բան զիջել է, որտեղ ցանկացած համաձայնագիր, դա փոխզիջման արդյունք է եւ ըստ էության հաստատեց, որ այդ համաձայնագիրը, որը բացառապես եւ միայն հայկական կողմի զիջումների արդյունքում է, ինչը արձանագրվեց նաև միջազգային հանրության կողմից ողջունվելով Նիկոլ Փաշինյանի կատարած համարձակ եւ խիզախ զիջումները, դա Նիկոլ Փաշինյանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը, որ հայկական կողմի խիզախ եւ համարձակ զիջումների պատճառով եւ գնալով խիզախ եւ համարձակ զիջումների Հայաստանի ինքնիշխանության հաշվին Նիկոլ Փաշինյանը այսօր չի կարողանում Ալիևից պոկել ստորագրություն եւ 2 օր առաջ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ըստ էության սպառնաց, ասելով, որ ստորագրելու համար պայմանագիրը խաղաղության Հայաստանը շատ քիչ ժամանակ ունի եւ պետք է արագացնի սահմանադրական հանրաքվե կատարելու